Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ ողջ եւ առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սուրել իր դասերը, ուսումնասիրել իր խոսքը եւ իրականացնել այն մեր կյանքում Աստծո շնորհքով, Հիսուսի անով այս բոլորը խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս վերջին եռամսյակում 24 թվականի ուսումնասիրում ենք Հովհաննեսի ավետարանը և այսօր երկրորդ դասն է, որը կոչվում է Աստվածության նշաններ։ Հիշելու համարն է Հիսուսը նրան ասաց. Ես եմ հարությունը և կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի կապրի, և ամեն ոք, ով կենդանի ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի, սրան հավատում ես։ Հովհաննես 11:25-26 համարներ։ Աստվածաշնչը հստակ է ասում, որ Հիսուս Քրիստոսը հավիտենական որդին է, մեկ է հոր հետ, նա չի սերվել և արարվել։ Հիսուսն ինքն է արարել այն ամենը, ինչ որ արարվեց։ Այդպիսով Հիսուսը գոյություն ունեցել միշտ, չի եղել ժամանակ, երբ նա գոյություն չի ունեցել։ Թեև Հիսուսը եկավ այս աշխարհ և իր վրա վերցրեց մեր մարդկային բնությունը, նա մշտապես պահպանեց իր աստվածությունը և Հիսուսը բազմաթիվ անգամներ ասաց և գործեց բաներ, որոնք բացահայտում էին նրա աստվածությունը։ Այս ճշմարտությունը կարևոր էր Հովհաննեսի համար, այդ պատճառով Հիսուսի որոշ հրաշքների մասին պատմելիս Հովհաննեսն օգտագործեց դրանք Քրիստոսի աստվածությունը շեշտելու նպատակով։ Հիսուսը ոչ միայն ասաց բաներ, որոնք բացահայտեցին նրա աստվածությունը, այլև իր խոսքերը հաստատեց գործերով։ Այս շաբաթվա այսօր մենք կանդրադառնանք Հիսուսի աստվածության 3 մեծագույն նշաններին։ Ուշագրավն այն է, որ ամեն դեպքում որոշ մարդիկ չհավատացին հրաշքին կամ չընկալեցին դրա նշանակությունը, ոմանց համար դա Հիսուսից հեռանալու ժամանակ էր, ուրիշների համար հոգևոր կուրությունը խորացնելու ժամանակը, այլոց համար Հիսուսի մահը դավադրելու ժամանակ, իսկ մեկ ուրիշների համար նաև ժամանակ հավատալու, որ Հիսուսը Մեսիան է։ Առաջին տեղը, որ մենք այսօր կարդանք Հովհաննես 6:1-15 համարները։ Դրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի Տիբերիա լճի մյուս կողմը, նրա հետևից մեծ բազմություն էր գնում, որովհետև տեսնում էին նրա հրաշքները, որ կատարում էր հիվանդների վրա։ Հիսուսը լեռը բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։ Մոտենում էր Զատիկը, հրեաների տոնը։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպոսին ասաց. Որտեղից պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն։ Բայց Հիսուսը սա նրան փորձելու համար ասաց, որտև ինքը գիտեր, թե ինչ է անելու։ Փիլիպոսը նրան պատասխանեց. Նույնիսկ 200 դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի։ Ուրեմն կարդանք մի դրվագ դարերի փափագից։ Էջ 439-440 բլրի լանջից նա նայեց բազմության, այսինքն Հիսուսը, և նրա սիրտը կարեկցանքով լցվեց։ Նա չէր կորցրել համբերությունը, թեև խանգարել էին նրա հանգիստը։ Նա զգաց, որ իր հոգատարությունն ավելի անհրաժեշտ է, և տեսնելով ամեն կողմից հավաքվող մարդկանց, գթած նրանց վրա, որովհետև հովիվ չունեցող ոչխարների պես էին։ Դուրս գալով իր պաստառանից, նա մի հարմար տեղ գտավ, որտեղ կարող էր ծառայել նրանց։ Նրանք քահանաներից և իշխանավորներից ոչ մի օգնություն չէին ստացել, բայց Քրիստոսից կենդանի ջրի հեղեղներ էին բխում, երբ նա սովորեցնում էր մարդկանց փրկության ճանապարհը։ Ժողովուրդը լսում էր ողորմության խոսքերը, որոնք այնքան պարզ էին հնչում Աստծո որդու շուրթերից,
Գթության այդ խոսքերն այնքան հասարակ ու հասկանալի էին, ասես գաղադի սպեղանի լինեին նրանց հոգիների համար։ Նրա աստվածային բուժող ձեռքը ուրախություն և կյանք էր տալիս մեռնողներին, իսկ հիվանդներին թեթևություն և առողջություն։ Երկինքն ասես մոտեցել էր երկրին, և նրանք բոլորովին մոռացել էին, որ ամբողջ օրը ոչինչ չեն կերել։ Օրն ի վերջո մոտեցավ իր ավարտին, Արեգակ արդեն մայր էր մտնում, բայց ժողովուրդը դեռ չէր հեռանում։ Հիսուսն ամբողջ օր աշխատել էր առանց ուտելու և հանգստանալու։ Գիտեք, երբ որ ինքը բուժում էր, մենք կարդացել ենք Աստվածաշունչում, իր մեջից զորություն էր դուրս գալի։ Ինքը զգում էր, որ այդ զորությունը դուրս է գալիս։ Եվ հիմա ինքը ժամերով բուժել էր մարդկանց։ Իր մեջից զորություն էր դուրս եկել, եւ հաց էլ չէր կերել, եւ հիմա ինքն էլ ահա որ հոգնած եւ սոված էր։ Նա գունատ էր հոգնածությունից եւ քաղցից, եւ աշակերտներն աղաչեցին նրան դադարեցնել աշխատանքը, բայց նա չէր կարողանում հեռանալ իրեն ճնշող բազմությունից։ Վերջապես աշակերտները մոտեցան նրան եւ պնդեցին, որ ժողովուրդն էլ հոգնած է եւ պետք է նրանց ազատ արձակել։ Շատերը եկել էին հեռվից եւ առավոտից ոչինչ չէին կերել, նրանք կարող էին ուտելիք գնել մերձակա քաղաքներից եւ գյուղերից, բայց Հիսուսն ասաց. «Դուք տվեք նրանց ուտել»։ Եվ հետո դիմելով Ֆիլիպոսին հարցրեց. «Որտեղից հաց առնենք, որ դրանք ուտեն»։ Ուրեմն փոխարեն իրենց ուղարկի սոված տուն, Հիսուսը հորդորեց, ասեց. «Դուք տվեք իրանց ուտելու»։ Աշակերտներն էլ վրդովվեցին, ոնց մենք չունենք այդքան ուտելիք, ոչ էլ այդքան փող կա, որ մենք ուտելիք առնենք այս ամբողջ բազմության համար 5000 տղամարդ միայն, բացի դրանցից իրենց կանայք, երեխաները, ծերերը եւ այլն։ Եվ հետաքրքիր է, որ նույնիսկ աշակերտների հավատը չհերիքեց դրա համար, բայց այս ժողովրդի մեջ կար մի փոքրիկ տղա, 8-րդ համար ասում է, նրա աշակերտներից մեկը Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց. «Այստեղ մի պատանի կա, որ 5 գարե հաց ունի եւ 2 ձուկ, բայց դա ինչ է այսքան մարդու համար»։ Հետաքրքիր է, ես կարծում եմ, որ ոչ միայն այս երեխան ուներ այս պատանը, երևի որոշ մարդիկ էլ ունեին, բայց կարծում էին դե լավ, այս մի քիչը տանք ինչ պիտի անի, բայց այս երեխան այնքան հավատ ուներ։ Դրա համար Հիսուս ասում է, երեխաների պես եղեք, եթե երեխաների պես չլինեք, չեք մտնի երկնքի արքայություն։ Որ ինքը այդ իր 5 հատ հացը եւ 2 հատ ձուկը ընդամենը բերեց եւ հավատքով լցված տվեց իրենց։ Այս երեխայի մեջ ավելի շատ հավատ կար, քան թե իր աշակերտների մեջ, նայած իրանք բազմաթիվ անգամ տեսել էին Հիսուսի տարբեր հրաշքները։ Հիսուսն էլ ասաց. «Մարդկանց գետնին նստեցրեք»։ Այնտեղ շատ խոտ կար։ Նստեցին, շուրջ 5000 մարդ կար։ Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին, նույն կերպ էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան, երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. «Ավելացած կտորները հավաքեք, որպեսզի ոչինչ չկորչի»։ Հավաքեցին, եւ ուտողներից ավելացած այն 5 գարե հացի կտորներից 12 կողով լցրեցին։ Երբ մարդիկ տեսան այդ հրաշքը, որ Հիսուսը գործեց, ասացին. «Ճշմարտապես սա է այն մարգարեն, որ աշխարհ է գալու»։ Ուրեմն այս հրաշքը շատերի միտքը ուղղորդեց, այսինքն շատերին համոզեց, որ սա Աստծո որդին է։ Եվս մի դրվագ կարդանք Դարերի փափագից։ Նա, ով սովորեցնում է ժողովրդին, թե ինչպես կարելի է խաղաղություն եւ երջանկություն ձեռք բերել հոգեվոր հարցերում, մտահոգված էր նաեւ նրանց ժամանակավոր կարիքներով։ Մարդիկ հոգնած էին եւ ուժասպառ։
Նրանց մեջ կային մայրեր, գրկած իրենց փոքրիկներին, եւ մանուկներ, ովքեր քաշքշում էին նրանց փեշերից։ Շատերը ժամերով կանած էին եղել, այնքան կլանված էին լսել Քրիստոսի խոսքերը, որ նրանց մտքով անգամ չէր անցել նստել, եւ ամբողջն էլ այնքան մեծ էր, որ մեկը մյուսին ոտնատակ կարող էր տալ։ Հիսուսն ուզում էր նրանց հանգստանալու հնարավորություն տալ, եւ նա պատվիրեց նրանց նստել։ Այնտեղ փափուկ խոտ կար, եւ բոլորն էլ կարող էին հարմար տեղավորվել։ Քրիստոսը երբեք հրաշք չէր գործում, եթե դրա համար իսկական անհրաժեշտություն չկար։ Եվ ամեն մի հրաշք նպատակ ուներ առաջնորդել մարդկանց դեպի կյանքի ծառը, որի տերևներն ազգերի բժշկության համար են։ Հասարակ ուտելիքը, որ բաժանվեց աշակերտների ձեռքով, թանկարժեք դաս էր պարունակում։ Համեստ էր մատուցված կերակուրը, բայց գարեհաց ու ձուկը Գալիլեայի ծովափնյա ձկնորսների ամենօրյա կերակուրն էր։ Քրիստոսը կարող էր ճոխ սեղան բացել, իհարկե կարող էր մարդկանց առջև։ Հիմա շատերն են սիրում ճոխ սեղաններ, բայց կերակուրը պատրաստված սոս կախորժակը բավարարելու համար որպես դաս ոչ մի օգուտ չէր տա ժողովրդին։ Աստված չի ուզում, որ մենք շատ աղքատ, այսքան ամբալասովորված սնունդ ունենք։ Ոչ, Աստված ուզում է, որ մենք բալասավորված սնունդ ունենք։ Բայց կոնկրետ հիմա ինքը ուզում էր մի դաս տալ մարդկանց եւ իր աշակերտներին, եւ այդ դասի համար բոլորին պետք չէր ճոխ սեղան կամ բազմաթիվ ուտելիքներ, այլ ընդամենը երկու տեսակ ուտելիք էր՝ հաց եւ ձուկ։ Ուրեմն ասում է, որ մի անգամ էլ կարդանք, կերակուրը պատրաստված սոս կախորժակը բավարարելու համար որպես դաս ոչ մի օգուտ չէր տա ժողովրդին։ Այս խրատով Քրիստոսը սովորեցրեց նրանց, որ Աստծո կողմից մարդկանց համար նախատեսված բնական սնունդն աղավաղվել է։ Անբնական ախորժակը բավարարելու համար նախատեսված ճոխ հնչյուններից եւ ոչ մեկը երբեք այնքան մեծ բավականություն չի պատճառել մարդկանց, ինչպես այս ժողովուրդը վայելեց Քրիստոսի առաջարկած հանգիստ ու համեստ կերակուրը մարդկային բնակավայրերից այդքան հեռու։ Եթե այսօր մարդիկ համեստ լինեին իրենց սովորություններում, ապրելով բնության օրենքների համաձայն, ինչպես Ադամն ու Եվան դրախտում, ապա սննդամթերքի հարուստ պաշար կապահովեր մարդկային ընտանիքի կարիքների համար։ Երևակայական պահանջներն ավելի քիչ կլինեին։ Այսօր կան երկրներ կամ մարդիկ, ովքեր չափից դուրս են ուտում եւ շատ կշիռ են հավաքում իրենց վրա, որ շատ վնասակար է։ Այն դեպքում, երբ որ կան մայրցամաքներ կամ երկրներ, որտեղ սով է, մարդիկ նույնիսկ սովորական մի կտոր հաց չունեն ուտելու։ Եվ ուրեմն, եթե այս մյուս մարդիկ զսպեին իրենց ախորժակը եւ չուտեին ավելին, քան անհրաժեշտ իրենց համար, որտեղ դա վնաս է տալիս իրենց մարմինը չի կարող այդքան շատ սնունդ պրոցես անել եւ վնասվում է իրանց մարմինը, այլ կիսվեին իրանց թեկուզ, երբ որ գնում ես խանութ եւ առևտուր ես անում, կարող ես ավելի քիչ գնումներ կատարել քո համար եւ փողի մնացածը նվիրել բարեգործության, այսինքն այն երկրների համար, որտեղ մարդիկ սոված են։ Համ նրանց օգուտ կլինի, համ էլ մեծ վնաս չի լինի։ Եվ ասում է պահանջներն ավելի քիչ կլինեին, իսկ Աստծո գործում աշխատելու հնարավորություններն ավելի շատ։ Բայց եսասիրություն ու անբնական ախորժակի բավարարումը մեղքով ու թշվառությամբ լցրեցին աշխարհը, մի կողմից լիություն է, մյուս կողմից պակասություն։ Հիսուսը չէր ձգտում իր կողմը գրավել ժողովրդին բավարարելով ճոխության նրանց ցանկությունը։ Երկար եւ ուզունալից օրվա վերջում հոգնած ու քաղցած այդ մեծ բազմության համար հասարակ կերակուրը
ոչ միայն նրա զորության վկայությունն էր, այլև նրանց առօրյա կարիքների նկատմամբ նրա ցուցաբերած հոգատարության հավաստիքը։ Փրկիչն իր հետևորդներին չի խոստացել այս աշխարհի շքեղությունները։ Նրանց կերակուրը կարող էր լինել հասարակ եւ նույնիսկ խղճուկ, նրանց բաժինը կարող էր լինել աղքատությունը, բայց նրա խոսքը երաշխավորում է, որ նրանց կարիքները կբավարարվեն, եւ նա խոստացել է այն, ինչը շատ ավելի թանկ է, քան աշխարհիկ բարիքները, իր մշտական ներկայության սփոփանքը։ Եվ կերակրելով այս 5000-ին Հիսուսը բարձրացնում է քողը բնության աշխարհից եւ ցույց է տալիս այն զորությունը, որ անդադար գործում է մեր բարօրության համար։ Աճեցնելով երկրի բերքը, Աստված ամեն օր հրաշք է գործում։ Բնության մեջ կատարվում է նույն գործը, ինչ որ բազմությանը կերակրելիս։ Մարդիկ մշակում են հողը եւ սերմը ցանում, բայց Աստծուց տրվող կյանքն է, որ աճեցնում է սերմը։ Աստծո անձրևը, օդը ու արագյակի ճառագայթներն են աճեցնում այդ ամենը։ Աստված է, որ ամեն օր կերակրում է միլիոնավոր մարդկանց երկրի պտուղներով։ Մարդիկ կոչված են համագործակցելու Աստծո հետ ցորենի մշակման ու հացի պատրաստման գործում, եւ դրա համար էլ աչքաթող են անում աստվածային միջնորդությունը։ Նրանք չեն փառաբանում Աստծուն, ինչպես վայել է նրա սուրբ անվանը, նրա զորության աշխատանքը վերագրվում է բնությանը կամ մարդկային միջոցներին։ Աստծո փոխարեն փառաբանվում է մարդը, նրա գթառատ պարգևներն օգտագործվում են եսասիրական նպատակներով եւ օշնության փոխարեն վերածվում նզովքի։ Աստված ուզում է փոխել այս իրավիճակը։ Նա տենչում է, որ մեր բթացած զգայարանները կենթանանան եւ մենք տեսնենք նրա ողորմած բարություն ու փառաբանենք նրան իր զորության դրսևորման համար։ Նա կամենում է, որ մենք ճանաչենք իրեն իր պարգևների մեջ, որպեսզի դրանք, ինչպես ինքն է նախատեսել, օգնություն լինեն մեզ համար։ Ահա այս նպատակով էր Քրիստոսը գործում իր հրաշքները։ Մենք էլ հայտնվելով ծանր դրության մեջ, ուրեմն այս հացերի հրաշքը ցույց է տալիս մեր կախվածություն Աստծուց։ Երբ Քրիստոսը կերակրեց 5000 հոգու, նա ոչ ուտելիք ուներ իր տրամադրության տակ, ոչ էլ միջոցներ։ Նա անապատում էր 5000 մարդու հետ, չհաշված կանանց եւ երեխաների։ Ուրեմն սա շատ սիմվոլիկ էր, որտեղ Մովսեսը, որ ասել էր Աստված ձեր միջից կհանի մեկին, որ իր նման կլինի, մարգարե կլինի, եւ ասեց դուք նրան լսեք։ Եվ հիմա ինչպես որ Մովսեսի միջոցով այդ մանանան տրվեց, այսինքն Մովսեսը խնդրեց եւ Աստված մանանան թափեց, որ ժողովուրդը սոված չգնա, նույնը հիմա այստեղ եղավ։ Եվ Հիսուսը դրանով ուզում էր մարդկանց հիշողության մեջ հիշեցներ այս դեպքը եւ նրանց ուշադրությունը գրավել դրա վրա։ Նա անապատում էր 5000 մարդու հետ չհաշված կանանց եւ երեխաների, նա չէր հրավիրել այդ մեծ բազմությանը հետևելու իրեն, նրանք եկել էին առանց հրավերի եւ հրամանի, բայց նա գիտեր, որ այդքան երկար ժամանակ իր խրատները լսելուց հետո նրանք քաղցած եւ ուժասպառ կլինեին, չէ որ ինքն էլ նրանց պես ուտելու կարիք էր զգում։ Նրանք տնից հեռու էին գտնվում եւ գիշերն էլ արդեն մոտենում էր։ Նրանցից շատերը միջոցներ չունեին ուտելու գնելու։ Նա, ով հանուն նրանց 40 օր ծոմ էր պահել անապատում, թույլ չէր տա նրանց սոված վերադառնալ իրենց տները։ Աստծո նախախնամությամբ էր Հիսուսը հայտնվել այս իրավիճակում եւ նա ապավինեց իր երկնային հորը, որպեսզի նա օգնի իրեն կերակրելու սովածներին։ Այսինքն, երբ որ այսպիսի պատեհ առիթներ է լինում, Հիսուսը ներկայացնում էր մարդկանց եւ ապացույցներ էր այդպիսով տալի, որ ինքը Մեսիան է։ Մենք էլ հայտնվելով ծանր դրության մեջ պետք է ապավինենք Աստծուն։ Մենք պետք է իմաստություն եւ խոհեմություն դրսևորենք կյանքի ամեն մի քայլափոխին, որպեսզի որևէ անզգուշության հետևանքով ինքներս մեզ չգցենք փորձության մեջ։ Մենք չպետք է խրվենք դժվարությունների մեջ անտեսելով Աստծո նախատեսած միջոցները
եւ սխալ օգտագործելով այն կարողությունները, որոնցով նա օժտել է մեզ։ Քրիստոսի գործակալները պետք է կատարելապես հնազանդվեն նրա ցուցումներին։ Աշխատանքն Աստծուն է, եւ եթե մենք ցանկանում ենք օժնել մյուսներին, պետք է հետևենք նրա ծրագրին։ Եսը չպետք է գլուխ բարձրացրի եւ մենք չպետք է մեծարենք այն։ Եթե մենք հետևենք մեր սեփական ծրագրերին, Տերը կթողնի մեզ կրելու մեր սխալների հետևանքները, բայց երբ նրա ցուցումներին հետևելուց հետո մենք հայտնվենք ծանր վիճակում, նա կազատի մեզ։ Մենք չպետք է ընկնենք հուսահատության մեջ, այլ ամեն մի ծանր իրավիճակում պիտի օգնություն խնդրենք նրանից, ում հնարավորությունները սահման չեն ճանաչում։ Հաճախ, երբ փորձությունները վրա են հասնում մեզ, մենք պետք է կատարյալ վստահությամբ ապավինենք Աստծուն։ Նա կպահպանի բոլորին, ովքեր Տիրոջ ճանապարհներին հայտնվում են դժվար կացության մեջ։ Տեսնում եք ինչ լավ դաս էր մեզ համար։ Երբեք մի հուսատվեք դժվարություններից, այլ ծնկի եկեք եւ Աստծուց օգնություն խնդրեք։ Ուրեմն տեսնենք, թե ինչպիսի ազդեցություն թողեց մարդկանց վրա այս հրաշքը։ Իրենք ասեցին 14 համարում կարդացինք, ասում երբ մարդիկ տեսան այդ հրաշքը, որ Հիսուսը գործեց, ասացին. ճշմարտապես սա է այն մարդկանը, որ աշխարհ է գալու։ 15 համարը ասում է. սակայն քանի որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրեն բռնելու, որպեսզի թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ լեռը գնաց։ Այսինքն ինքը գիտեր, տեսավ, որ մարդիկ ուրախացան։ Գիտեք, երբ որ մենք գիտենք, որ քահանաները, ռաբիները ինչպիսի ուսմունք էին մտցրել մարդկանց գլուխը, որ Մեսիան երբ որ գա, ինքը պետք է մեզ հզոր ազգ սարքի, հզոր երկիր սարքի, եւ մենք բոլորի վրա պիտի իշխենք։ Եվ երբ որ իրանք տեսան, որ Հիսուսը այսպիսի հրաշքներ է գործում, եւ քանի որ այդպես էին սովորեցրել, այդպիսի ուսմունք էին նրանց տվել, նրանք սպասում էին երկրային Մեսիայի, որ պետք է իրենց ազատագրեր հռոմեական կացրության կեղեքումից, պատերազմի ժամանակ հանդիպող երկու դժվար գործը զորքին կերակրելն ու վիրավորների ու մահացածների մասին հոգ տանելն է։ Իր հրաշքներով Հիսուսը ցույց տվեց, որ կարող է երկուսն էլ անել։ Սակայն Հիսուսն այդ պատճառով չէ, որ եկել էր այս երկիր, եւ դա չէր նրա կատարած հրաշքի նպատակը։ Փոխարենը 5000-ին կերակրելու պատմությունը հնարավորություն տվեց բացահայտելու, որ Հիսուսը կյանքի հացն է, եւ որ Աստված ինքն է իջել երկնքից։ Ես եմ կյանքի հաց, ասաց նա, դեպի ինձ եկողը չի քաղցի, Հովհաննես 6:35։ Ուրեմն կարդանք եւս մի հատված Տարերի փափագից։ Ուրեմն օրվա եզրափակիչ գործողությունը հավաստիացրեց բոլորին, որ երկար սպասված ազատարարն իրենց մեջ է։ Ժողովրդի հույսը գնալով ավելի էր աճում, սա նա է, որ Հրեաստանը դարձնելու է երկրային դրախտ, այսպես էին իրենք մտածում, մի երկիր, որտեղ կաթի ու մեղրի վտակներ պիտի հոսեն, նա կարող է բավարարել ամեն մի փափակ, այսինքն որպես միջոց էին ուզում օգտագործել Հիսուսին, ինչպես անցած անգամ ասեցինք, իրենց փափագների, իրենց նպատակների համար, սխալ նպատակների համար, նա կարող է տապալել ատելի հռոմեացիների իշխանությունը, նա կարող է ազատագրել Հրեաստան ու Երուսաղեմը, նա կարող է բուժել ճակատամարտում վիրավորված զինվորներին, նա կարող է ամբողջ բանակները ապահովել սննդով, նա կարող է հաղթել ազգերին եւ Իսրայելին վերջապես կհնազանդվեն բոլոր ժողովուրդները։ Այսինքն սա էին մտցնում հրեա ազգի գլուխը, որ դուք բացառիկ ժողովուրդ եք, որ այդ Մեսիան գալու է, որպեսզի ձեզ սարքի իշխան բոլոր ազգերի վրա, եւ դա հասկանում են, որ իրենք կօգտվեն մարդկանց բարիքներից, իրենց եսը բարձրացնելու համար եւ ուղղակի իշխանավոր կլինեն եւ ուրիշները ցածր կլինեն իրանցից, դա են մցրել մարդկանց գլուխը։ Եվ հիմա երբ որ իրենք տեսան, սա ուզեցան ինչ անել,
Եվ խանդավառությամբ լցված մարդիկ պատրաստվեցին անմիջապես թագավոր կարգել նրան, նրանք տեսնում են, որ նա ուշադրություն գրավելու կամ իրեն փառքով պսակելու ոչ մի փորձ չի անում, դրանով նայապես տարբերվում էր քահանաներից ու իշխանավորներից, եւ նրանք սկսում են վախենալ, որ նա երբեք էլ չի հավակնի Դավթիաթոռին։ Միմյանց հետ խորհրդակցելով նրանք որոշում են Իսրայելի թագավոր հռչակել նրան։ Աշակերտները միանում են բազմությանը, հայտարարելով, որ Դավթի գահն իրենց տիրոջ օրինական ժառանգությունն է, Քրիստոսը, ասում են նրանք, համեստությունից է հրաժարվում այդպիսի փառքից, թող ժողովուրդը մեծարի իր ազատարարին, թող գոռոզ քահանաներն ու իշխանավորները ստիպված լինեն պատիվ տալ նրան, ով գալիս է օժտված աստվածային իշխանությամբ։ Նրանք աշխուժորեն պատրաստվում էին իրագործել իրենց նպատակը, բայց Հիսուսը ի տարբերություն նրանց տեսնում եւ հասկանում է, թե ինչի կարող է հասցնել նման շարժումը։ Հենց հիմա էլ քահանաներն ու իշխանները փնտրում էին նրան, որպեսզի վեճ տան նրա կյանքին, նրան մեղադրում էին, որ նա ժողովրդին հրահրում է իրենց դեմ, նրան գահ բարձրացնելու փորձը կավարտվեր բռնությամբ ու խռովությամբ եւ հոգեվոր արքայության գործը կխափանվեր։ Հարկավոր էր անհապաղ կասեցնել այդ շարժումը, կանչելով իր մոտ Հիսուսը պատվիրում է աշակերտներին անմիջապես նավ նստել եւ վերադառնալ Կափառնաում, թողնելով իրեն ցրելու ժողովրդին։ Եվ նրանք իհարկե շատ մեծ դժգոհությամբ են դա անում, չեն ուզում անել, բայց Հիսուսը ստիպում է նրանց նստել նավը եւ հեռանալ։ Այսօր էլ շատ մարդիկ այսպես են պատկերացնում Աստծուն ուզում են օգտագործել իրենց հարստության, իրենց համար հարստություն, իշխանություն ձեռք բերելու համար, ուրիշներին հպատակեցնելու համար, ուրիշներին իրենց ստրուկ սարքելու համար, այդպես են հասկանում։ Բայց այդպես չէ։ Հիսուսը եկել էր հոգևոր արքայության մասին խոսելու, տեղյակ պահելու նրանց, որտեղ արդարություն է տիրում, որտեղ բոլոր մարդիկ իրար հավասար են եւ չկա իշխանավոր եւ ստրուկ։ Տեսնում եք տարբերությունը։ Այսինքն Հիսուսը չէր եկել այդ մեղքով լցված ժողովրդին եւ մենք էլ մարդիկ էլ այսօր մեղքով լցված են։ Ինքը չի ուզում մարդկանց փրկել իրենց մեղքի մեջ, ինքը ուզում է մարդկանց փրկել իրենց մեղքից, երբ որ իրանք իրենց մեղքից փրկված կլինեն, երբ որ իրանք կսրբվեն, պատրաստ կլինեն երկնային արքայությունը ժառանգելու, այդ բոլոր առավելությունները, այսինքն մենք գիտենք դրախտը ինչպիսի վայր է, նրանք դրախտում կվայելեն, բայց մինչև այդ նրանք պիտի անցնեն ճամփան այս երկրի վրա, մաքրվեն իրենց մեղքերից, որպեսզի կարողանան այդ սուրբ մթնոլորտում ապրել։ Որտեղ հիմա մարդիկ ինչի են սովոր, իրանք սիրում են իրար վնասել, իրար նախանձել, իրարից խլել, վնասել, բայց դրախտում դա չի լինելու։ Այդպիսի մարդիկ չեն կարող գնալ դրախտ։ Դրախտում լինելու է միայն սեր եւ հարգանք միմյանց նկատմամբ։ Սո մենք պետք է սորենք դա այսօր, որպեսզի գնանք դրախտ եւ այլենք այդ ամեն ինչը, բայց հրեաները դա պատկերացնում են ուրիշ ձևով եւ այսօր էլ շատ հավատացյալներ դա պատկերացնում են ուրիշ ձևով։ Մի ամբողջ մեծ եկեղեցիներ կան, որ քարոզում են, որ այդ հաջողության ավետարանն այսպես է կոչվում, որ Հիսուսը եկել է, որ հարուստ սարքի հավատացյալներին, որ իրանք իշխեն մնացածի վրա, իբր թե իրանք ավելի լավն են, ավելի բարձր են մյուսներից։ Հասկանում եք ինչպես է սատանան խաբում մարդկանց։ Եվ Հիսուսի կերպարը բոլորին աղավաղում են, ինչպես որ հրեաները աղավաղել էին Մեսիայի կերպարը։ Նույնը կատարվում է այսօր։ Եվ ուրեմն, եթե դա կատարվեր, արքայության, երկնային, հոգևոր արքայության գործը կխափանվեր, հարկավոր էր անհապաղ կասեցնել դա։ Ուրեմն, աշակերտները գնում են, հետո Հիսուսը հրամայում է բազմությանը ցրվել եւ նրա ձայնի հնչերանգն այնքան վճռական է, որ նրանք չեն համարձակում նրան առարկել։ Փառաբանության եւ գովասանքի խոսքերը սառչում են նրանց շուրթերին, հենց այն պահին, երբ ուզում էին մոտենալ նրան, որպեսզի իրականացնեն իրենց մտադրությունը,
Նրանք կանգ են առնում և ցնծության երջանիկ արտահայտությունը չքանում է նրանց երեսներից, ամբոխի մեջ կան վճռական և հաստատուն մտքի տեր մարդիկ, բայց Հիսուսի արքայական կեցվածքը և հանդարտ հրամայական խոսքերը լռեցնում են աղմուկը և խափանում են նրանց ծրագրերը։ Նրանք տեսնում են, որ նա օժտված է ավելի բարձր հեղինակությամբ, քան երկրի բոլոր թագավորները, և լուռ հնազանդվում են նրան։ Հիսուսը եկել էր հատուկ ծրագիր իրականացնել այստեղ, և ինքը հետևում էր իր ծրագրի ամեն մի քայլին։ Հիսուսը եկել էր զոհաբերվելու, ոչ թե թագավոր նստելու։ Որպես թագավոր նա կգա երկրորդ անգամ, բայց հիմա ինքը եկել էր զոհաբերվելու և իրան ոչինչ չգայթակղեցրեց։ Նա ինքը ոչինչ չկանգնացրեց այդ ճանապարհին։ Ինքը իր աստվածային զորությունը օգտագործեց, որպեսզի կանգնեցնի այս փառքի և հարստության մոլագարությամբ տառապող ժողովրդին։ Այսօր էլ նույնն է կատարվում։ Մարդիկ խաբված են, սխալ են պատկերացնում Աստծո ծրագրերը իրենց վերաբերյալ։ Երբ Քրիստոսը արգելեց ժողովրդին թագավոր հռչակել իրեն, նա գիտեր, որ իր կյանքի շրջադարձային պահը մոտեցել է։ Այն բազմությունը, որն այսօր տենչում էր գահ բարձրացնել նրան, վաղը երես էր դարձնելու նրանից։ Հիասթափված իրենց եսասիրական ծրագրերի ձախողումից նրանց սերն ատելության էր փոխվելու, իսկ փառաբանությունը նզովքի։ Սակայն նա, այս ամենն իմանալով հանդերձ, միջոցներ չձեռնարկեց ճգնաժամը կասեցնելու համար։ Նա երբեք իր հետևորդներին աշխարհիկ բարիքներ չի խոստացել։ Իր աշակերտը դառնալու ցանկությամբ իր մոտ եկած մեկին նա ասել էր. աղվեսները որջեր ունեն և երկնքի թռչունները բներ, բայց մարդի որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի։ Մատթեոս 8:20։ Եթե մարդիկ կարողանային աշխարհն ունենալ Քրիստոսի հետ միասին, շատ բազմություններ իրենց հավատարմությունը կառաջարկեին նրան, բայց այդպիսի ծառայություն անընդունելի է Հիսուսի համար։ Շատերը հիմա միացել էին նրան հենց աշխարհիկ թագավորության հույսով։ Եվ այսօր է շատ մարդիկ, որ գնում են եկեղեցի, աշխարհիկ բարիքների համար են գնում, նյութապաշտությամբ են տառապում։ Նրանց պետք էր դուրս բերել մոլորությունից։ Այսինքն նրանք երկրպագում են, ասում են, այնքան ժամանակ, ինչքան որ իրանց վիճակը լավ է, կամ հույս ունեն, որ կլավանա նյութական վիճակը։ Եվ երբ որ տեսնում են, որ իրանց նյութական վիճակը չի լավանում, իրանք արդեն դադարում են, հիասթափվում են, տեսնում են, որ Հիսուսը մի միջոց չի իրենց համար հարստանալու, արդեն թողնում են եկեղեցին եւ գնում են։ Եվ չնայած Հիսուսը խոսք է տվել, որ ինքը արդարը երբեք սոված չի մնա։ Ինքը չի ասում արդարը կլինի միլիարդատեր կամ միլիոնատեր։ Ինքը ասում է արդարը երբեք սոված չի մնա։ Այսինքն միշտ իր անհրաժեշտը կունենա։ Բայց այսօր մարդիկ ուղղակի խելագարվել են միլիոնատեր ու միլիարդատեր լինելու մոլագարությամբ։ Եվ շատերը ուրեմն նրանց պետք էր դուրս բերել մոլորությունից։ Դրա համար են եկեղեցում, որտեղ ճշմարտություն է քարոզում, որտեղ ասում են, որ գիտեք, Հիսուսը եկել է ձեր մեղքերից փրկելու, այլ ոչ թե եկել է ձեզ հարստացնելու կամ չգիտեմ ինչ իշխաններ սարքելու։ Նրանք հիասթափվում են եւ թողնում են այդ եկեղեցին, գնում են եւ հետեւում են շատը այն եկեղեցիներին, որտեղ իրանց ականջները շոյում են սուտերը, սուտ կերպարը Հիսուսի կամ Աստծո։ Հացերի հրաշքի խոր հոգևոր դասը չէր ընկալվել, սա նույնպես պետք էր պարզաբանել, եւ այս նոր հայտնություն իր հետ ավելի լուրջ փորձություններ բերելու։ Հիսուսը վերջ-վերջո նրանց ասեց. ես եմ երկնային հացը, կենդանի հացը։ Ուրեմն մյուս տեղը, որ մենք այսօր կկարդանք, մյուս հրաշքը, որի մասին կկարդանք, Հովհաննես 9:1-16 համարներում է, Հովհաննես 9:1-16։
Ուրեմն սրանից առաջ Հիսուսը գնացել էր սրբարան եւ ասել էր, որ ես եմ աշխարհի լույսը։ Եվ իհարկե ղեկավարները, քահանաները դա ընդունել են որպես աստվածահայություն, որտեղ գիտեն, որ միայն Աստված է լույսը, եւ այս արտահայտությունը Հիսուսի նշանակում էր, որ ինքը հավասար է Աստծուն, եւ սկսեցին նորից հալածել նրան դրա համար։ Եվ հիմա տեսեք, Հիսուսի ամեն քայլը ծրագրավորված էր։ Երբ որ ինքը հայտարարեց, որ ինքը աշխարհի լույսն է, հիմա հնարավորություն ընձեռվեց նրան, որպեսզի ինքը ապացուցի իր ասածը։ Ուրեմն առաջին Հովհաննես 9 առաջին համարից։ Մինչ Հիսուսն ասում էր ծնեկույր մի մարդու տեսավ։ Նրա աշակերտները հարցրին նրան. «Ռաբի, ով է մեղանչել, որ նա կույր է ծնվել, նա թե նրա ծնողները»։ Տեսեք նորից հրեական մտածելակերպ, նորից սխալ պատկերացում Աստծո մասին։ Այսինքն իրենք պատկերացնում են, որ եթե մարդը հիվանդ է, ծանր հիվանդ է կամ աղքատ է, այդպես են մցրել իրանց գլուխը։ Ուրեմն այդ մարդը մեղավոր է։ Իսկ այն մարդը, որ հարուստ է, հաջողակ է, մեղավոր չի։ Բայց անմեղ մարդ այս երկրում, այս աշխարհում չկա։ Եթե այդպես լիներ, ուրեմն բոլորը հիվանդ կլինեն, եւ հիմա իրոք մեծամասնություն հիվանդ է։ Բայց սատանան ինչ է ներկայացնում, ոնց է ներկայացնում, որ Աստված իբր թե մեղքի համար պատժելու համար հիվանդացնում է մարդուն։ Իրականում դա մեր մեղքի հետևանքն է, ինչ որ ցանում ենք, դա էլ հնձում ենք։ Երբ որ սխալ ենք ապրում, հիվանդանում ենք։ Եվ Հիսուսն էլ ասեց, Հիսուսը պատասխանեց 3-րդ համարը. ոչ նա է մեղանչել, ոչ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծո գործերը հայտնի դառնան։ Հիսուսը այստեղ նկատի չուներ, որ այս մարդը սուրբ է, իր ծնողներն էլ են սուրբ, չէ։ Ասում է, իրան կոնկրետ մեղքի համար չի, որ այս մարդը մեղավոր է։ Այսինքն ուզում էր ասել, որ բոլորն էլ մեղավոր են, ինչա բոլորը պիտի հիվանդ լինի, չէ։ Այսինքն ուզում էր ասել, որ Աստված ինադու իր վրա հիվանդություն չի ուղարկել, որտեղ ինքը մեղք է, որտեղ ինքը մեղավոր է։ Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Այսինքն ծրագիր է կազմած, ինքը պիտի հասցնի այդ ծրագիրը անել, քանի գիշերը չի եկել։ Գիշերը գալիս է եւ այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել, այսինքն ինչ գիշերն է նկատի ուներ։ Այն գիշերը, երբ որ իրան բռնեցին եւ տարան, որպեսի խաչեն։ Քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի։ Այս ասելով թքեց գետնին, թքից կապ շինեց եւ այն գցեց կույրի աչքերին։ Ու նրան ասաց. գնա, լվացվիր Սիլովամի ավազանում, որ նշանակում է ուղարկված։ Հետաքրքիր է։ Այսինքն կարծես թե Մեսիա էր կոչվում այդ ավազանը։ Արդ նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ տեսնում էր։ Այժմ հարևաններն ու նրանք, որ նախկինում նրան տեսել էին, որ մուրացիկ էր, ասում էին. այլ նա չէ, որ նստած մուրում էր։ Ոմանք ասում էին, նա է, ուրիշներն էլ նրան նման է, սակայն ինքն ասում էր, ես եմ։ Արդ նրան հարցնում էին, հապա աչքերդ ինչպես բացվեցին։ Նա պատասխանեց. մի մարդ, անունը Հիսուս, կավ շինեց, աչքերիս սկսեց ու ինձ ասաց. գնա Սիլովամ ու լվացվիր։ Գնացի, լվացվեցի եւ տեսնում եմ։ Եվ նրան ասացին. որտեղ է նա։ Ասաց. չգիտեմ։ Նրան, որ մի ժամանակ կույր էր, փարիսեցիների մոտ տարան։ Օրը շաբաթ էր, երբ Հիսուսը կավ շինեց ու նրա աչքերը բացեց։ Նորից, նույն պատմությունը, ինչ որ Բեթհեսդա, Հիսուսը մտադրաբար եւ այն հրաշքը կատարած շաբաթօրը եւ այս հրաշքը կատարած շաբաթօրը։ Այն ժամանակ նա նրանց բացատրեց, որ շաբաթօրը մարդկանց բարություն անելը մեղք չէ։ Մարդկանց վատ վիճակից հանելը մեղք չէ։ Մեղք է, երբ որ դու աշխատում ես եւ փող ես աշխատում քո համար։ Աստված ասել է, որ շաբաթօրը դադարեցրեք ձեր անձնական փող աշխատելու, այսինքն 4 պատվիրան ասում է, ոչ մի գործ մի արա, ոչ դու, ոչ քո ծառան, ոչ քո անասունը եւ այլն եւ այլն։ Բայց այդ չի նշանակում, որ պիտի այսպես նստես, ոչինչ չանես, ու իբր թե հանգստանես, ոչ։ Պետք է այդ օրը լցնես ուրիշներին բարություն անելով։ Եվ ոչ թե այստեղ հարցը գնում է շաբաթը սուրբ է թե սուրբ չէ, պահել թե չպահել, այլ թե ինչպես պահել, որտեղ անցած անգամ ասինք, որ
հրեաները աղավաղել էին շաբաթի իմաստը եւ լիքը կանոններ էին դրել, որ շղթա էին սարքել այս պատվիրանը մարդկանց համար։ Եվ նորից ասում եմ, շաբաթ օր էր։ Ուրեմն փարիսեցիները եւս նրան կրկին հարցրին, թե ինչպես եղավ, որ նա տեսնում է։ Եվ նա ասաց նրանց. աչքերիս վրա կավ դրեց, լվացվեցի եւ տեսնում եմ, այսինքն նույնը ինչ որ նրանց ասեց։ Փարիսեցիներից ոմանք ասին, այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում։ Տեսեք, ոչ թե սա օբյեկտիվ Աստծո կարծիքն է։ Հիսուսը պահում էր շաբաթը եւ ճիշտ ձևով էր պահում։ Ինքն էր շաբաթի Տերը Աստվածաշունչը ասում է։ Եվ ինքը գիտեր, որ ինչպես պահել, ինքն էր այդ պատվիրանը տվել մարդկանց, բայց իրանք աղավաղել էին այս պատվիրանը եւ հիմա իրանց կարծիքով Հիսուսը խախտում է շաբաթը։ Եվ ասում են, որ այդ մարդը Աստծուց չի։ Ուր է։ Կամ թեոված է։ Փարիսեցիները այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շատ իսկ ուրիշները ասում են, ինչպես կարող է մեղավոր մարդը այսպիսի նշաններ անել։ Եվ նրանց մեջ երկպառակություն կար։ Այդ ժամկույրին դարձյալ հարցրին, իսկ դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա աչքեր բացեց։ Նա ասեց. Մարգարե է։ Սակայն հրեաները չէին հավատում, թե նա կույր էր ու սկսեց տեսնել, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին։ Այսինքն իրանք ամեն կերպ ջանում էին իջի քանել Հիսուսի հրաշքը, որ քանի որ այս հրաշքն էլ ապացուցում էր, որ ինքը Մեսիան է։ Եվ իրանք ամեն ձևով ուզում էին, հիմա էլ մոգոնեցին, որ ուրեմն այս մարդը կույր չի եղել, ուրեմն սուտ է, հրաշք չի եղել։ Եվ ասում չի հավատում, որ կույր է եղել, ուսես տեսնել, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին եւ նրանց հարցին. սա է ձեր որդին, որի մասին դուք ասում եք, թե կույր է ծնվել, իսկ հիմա ինչպես է տեսնում։ Նրա ծնողները պատասխանեցին ու ասեցին. գիտենք, որ սա մեր որդին է եւ որ կույր է ծնվել, բայց թե հիմա ինչպես է տեսնում, չգիտենք։ Կամ թե ով բացեց նրա աչքերը, նույնպես չգիտենք։ Նրան հարցրեք, ինքը չափահաս է, թող ինքն իր մասին խոսի։ Նրա ծնողներն այս ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, այսինքն այդ ծառայողներից, եկեղեցու ծառայողներից, քանի որ հրեաներն արդեն համաձայնության էին եկել, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, ժողովրանից հեռացվի։ Եվ դրա համար ծնողները վախեցան, ասին թող ինքը ասի։ Դրա համար նրա ծնողներն ասացին, ինքը չափահաս է, իրեն հարցրեք։ Հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդուն, որ կույր էր, ու նրան ասացին. ասա ճշմարտություն Աստծո առաջ, մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է։ Իսկ նա պատասխանեց։ Հոյակապ պատասխաններ է տալիս այս մարդը, եւ ես կուզեի եւ դարերի փափագում գրում է, քանի որ ժամանակ չկա, որ կարդանք, ասում է, որ Հիսուսը գիտեր, ինչ փորձության միջով է այս մարդը անցնում, եւ Հիսուսը իր շնորհքը տվեց նրան, որ այս մարդը համարձակությամբ իր անունը դավանի եւ տեսնում ենք, որ այս մարդը ի կույր արդեն այս անցյալում կույրը մեծ համարձակությամբ դավանում է Հիսուսի անունը։ Ասում է, թե մեղավոր է, ես չգիտեմ, մի բան գիտեմ, որ կույր է եւ այժմ տեսնում է։ Հոյակապ պատասխան։ Այսօր էլ կարող են Հիսուսին շատ վատաբանել եւ այսպես ասել, այնպես ասել, բայց մարդը մի բան կարող է ասել. ես մի բան գիտեմ, որ ես հոգեվոր կույր էի, բայց հիմա տեսնում եմ, որ ես մեղքերի մեջ էի, բայց հիմա տեսնում եմ իմ մեղքերը եւ ապաշխարում եմ եւ փրկվում եմ եւ Հիսուսը ինձ ազատում է իմ մեղքերից։ Սա հոգեվոր դաս էր նաեւ։ Եվ դարձյալ ասացի նրան. քեզ ինչ արեց, աչքերդ ինչպես բացեց, ուզում են տարբեր ձևերով այս մարդուն խառնաշփոթության մեջ գցեն, անդադ կրկնում են, անդադ բան են ասում, որ այս մարդը շփոթեցնի, իրենց այդ հեղինակությունը օգտագործում են, կարծես ճնշեն այս մարդու հավատքը, բայց ինքը չի ճնշում, որտեղ Հիսուսի շնորհքը իր հետ էր, Սուրբ Հոգին իր հետ էր։ Նրանց պատասխանեց. ձեզ արդեն ասացի, բայց չլսեցիք, տեսեք ինչ համարձակ է պատասխանում։ Ինչ է, ինչու եք դարձյալ ուզում լսել։ Գուցե դուք եք ցանկանում նրան աշակերտել։
Արդեն սարկազմ է անում նրանց վրա։ Ասում եք իր աշակերտը դառնալ, եւ սա շատ է վիրավորում իրենց։ Նրանք նախատեցին նրան ու ասացին. դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված խոսեց Մովսեսի հետ, իսկ սրանք չգիտենք, թե որտեղից է։ Մարթը պատասխանեց ու ասաց նրանց. տեսեք, այս հասարակ նախկինում կույր մարդը, որ ողորմություն էր խնդրել ամբողջ կյանքում։ Տեսեք հավատքը ինչպիսի իմաստություն տվեց այս մարդուն։ Աստծո շնորհքը ինչպիսի իմաստություն, որ տեսեք ինչ պատասխան է տալիս։ Դա է զարմանալին, որ չգիտեք, թե այդ մարդը որտեղից է, իսկ նա իմ աչքերը բացեց։ Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում։ Տեսեք, այս կույր մուրացիկ մարդը, նախկինում կույր մուրացիկ մարդը դաս է տալիս այս մարդկանց, ովքեր ուսուցիչներն էին, ովքեր իրանք էին դաս տալիս ուրիշներին։ Եվ գիտենք ինչ դասեր էին տալի, բոլորովին աղաղված ուսմունք էին մատուցում մարդկանց, իրենց եսը բարձրացնելու ուսմունք։ Եվ այս մարդը դաս է տալիս իրենց, ասում է, գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկը աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան է լսում։ Աշխարհի սկզբից ի վեր լսված չէ, որ մեկը ի ծնե կույրի աչքերը բացած լինի։ Եթե նա Աստծուց չլիներ, ոչինչ չէր կարող անել։ Տեսեք, ինքը չի վիրավորում այս մարդկանց, ուղղակի ճշմարտությունն է դավանում նրանց առաջ, եւ նրանք պարզ է, որ ջղայնանում են, պատասխանություն ասին. դու, որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել, այսինքն իրանք այդպես են սովորացրել մարդկանց, որ եթե մարդը կույր է, ուրեմն մեղավոր է, որ եթե մարդը ինչ որ մի հիվանդությամբ է տառապում, ուրեմն մեղավոր է, իսկ իրանք քանի որ առողջ են, լավ սնված, լավ հարուստ, ուրեմն իրանք սուրբ են։ Եվ ասում են դու, որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել, դու ես մեզ դաս տալիս, եւ նրան դուրս հանեցին։ Այս մարդը մեծ քաջությամբ եւ մեծ հաջողությամբ դավանեց Հիսուսի անունը։ 35 համարից ասում է. Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, եւ երբ նրան գտավ, ասաց. դու Աստծո որդին հավատում ես։ Նա պատասխանեց ու ասաց. Տեր, իսկ ով է նա, որ նրան հավատամ։ Հիսուսը նրան ասաց. Եվ տեսար նրան, եւ քեզ հետ խոսողն էլ նա է։ Նա չէր տեսել, նա գնաց է լվացվել էր, չէր տեսել ով է, Հիսուսի դեմքը չէր ճանաչում։ Եվ նա ասաց. հավատում եմ Տեր, ու երկրպագեց նրան։ Հիսուսը ասաց. ես այս աշխարհ եկա դատաստանի համար, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան։ Իբր թե տեսնում են, այսքան հոգևոր կույր էին այս քահանաները։ Փարիսեցիներից ոմանք, որ նրա հետ այնտեղ էին, այս լսեցին ու նրան ասացին. միթե մենք էլ կույր ենք։ Կույր ենք։ Հիսուսը նրանց ասաց. եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա։ Եթե իրոք կույր լինեիք, բայց հիմա ասում եք տեսնում ենք եւ ձեր մեղքը ձեր մեջ է մնում։ Այսինքն դուք ասում եք մենք ամեն ինչ գիտենք, մենք լավ գիտենք, ուրեմն ձեր մեղքը ձեր վրա է մնում։ Դուք ասում եք մենք սուրբ ենք, բայց իրականում սուրբ չեք ապաշխարում եւ ձեր մեղքը մնում է ձեր վրա։ Եվ դարերի փափագից ուզում եմ մի գեղեցիկ մաս կարդալ, որը կյանքի լույսը գլխից է։ Այստեղ շատ գեղեցիկ է ասում. Փարիսեցիները չէին գիտակցում, որ ստիպված էին գործ ունենալ մեկ ուրիշի եւ ոչ թե այս անկիրթ մարդու հետ, որ կույր էր ծնվել։ Նրանք չգիտեին նրան, մեծատար նրան, ում դեմ պայքարում էին, այսինքն Հիսուսին։ Աստվածային լույսը թափանցեց կույրի հոգու խորքերը։ Մինչ այս կեղծավորները փորձում էին ստիպել նրան չհավատալ, Աստված օգնեց նրան իր վստահ ու վճռական պատասխաններով ցույց տալ, որ հնարավոր չէ իրեն թակարդը գցել։ Նա պատասխանեց. Արդեն ձեզ ասացի եւ չլսեցիք։ Տեր Հիսուսը գիտեր, թե ինչ փորձության է ենթարկում այդ մարդը,
եւ շնորհ ու իմաստություն տվեց նրան, այնպես որ նա դարձավ Քրիստոսի վկան։ Ուրեմն առաջին անգամ կույր մարդը տեսավ իր բժշկի դեմքը։ Ատյանի խորհրդին նա տեսել էր իր շփոթված եւ տագնապած ծնողներին, տեսել էր վարդապետների խոժոռ երեսները, իսկ հիմա նրա աչքերը նայում էին Հիսուսի սիրալիր հանդարտ դեմքին։ Թեև իր համար չափազանց թանկ գնով նա արդեն դավանել էր նրան որպես աստվածային կառավարության պատգամավորի եւ այժմ ավելի մեծ հայտնություն տրվեց նրան։ Եվ Փրկչի հարցին դու հավատում ես Աստծո որդուն։ Կույր մարդը պատասխանեց հարցով. Տեր, ով է նա, որ հավատամ նրան։ Եվ Հիսուսն ասաց. տեսար նրան եւ քեզ հետ խոսողը հենց ինքն է։ Մարդը Փրկչի ոտքերն ընկավ ու երկրպագեց նրան։ Նա ոչ միայն աչքի, այլև հոգևոր տեսողություն էր ձեռք բերել։ Երբ Քրիստոսը հայտնվեց նրա հոգուն, նա ընդունեց նրան որպես Աստծո առաքյալի։ Այսինքն, ինչպես անցած դասում ասացինք, Հիսուսը ուզում է մեզ տալ ոչ միայն ֆիզիկական առողջություն, նա ուզում է մեզ տալ ավելին հոգևոր առողջություն։ Ինչպես անցած անգամ այդ մարդուն, երբ որ ասեց մինչև նշաններ չտեսնեք, եւ այդ մարդը հասկացավ, որ ինքը հավատք չունի, եւ այդ մարդը եւ իր որդին բժշկվեց, եւ ամբողջ ընտանիքով դարձի եկան։ Աստված ուզում է առաջինը մեզ հոգևոր փրկություն տալ, թույլ տանք նրան։ Եվ մյուս վերջին դրվագը, որ այսօր կկարդանք, նույնպես Հիսուսը որոշ չափով ուշացնում է օգնությունը, բուժումը, որպեսզի մարդկանց բերի հոգևոր փրկության։ Դա Ղազարոսի հարությունն էր։ Ուրեմն Հովհաննես 11 գլուխն է կարծես, տեսնենք։ Այո։ Ուրեմն մենք գիտենք Ղազարոսը եւ իր քույրերը, Մարթան եւ Մարիամը, Հիսուսի ամենասիրած անձերից մեկն էին, եւ ինքը երբ որ գնում էր Երուսաղեմ, Բեթանյան մոտիկ էր, ինքը միշտ գիշերում էր իրենց տանը, ինքը միշտ հաց էր ուտում իրենց տանը, իրենց տունը կարծես իր համար հանգստի վայր լիներ, որտեղ էս երկու քույրերը եւ Ղազարոսը իրենց եղբայրը շատ էին սիրում իրեն, եւ հիմա փորձանք էր պատահել, Ղազարոսը հիվանդացել էր։ Եվ քույրերը Ղազարոսը դեռ չմեռած լուր ուղարկեցին Հիսուսին, Հիսուսը հեռու էր, 2 օրվա ճամփա էր, թե ինչ էր, լուր ուղարկեցին շտապ, որ խնդրում են կարի, քո սիրելին Ղազարոսը հիվանդ է, եկ եւ մի թող, որ ինքը մեռնի, բժշկիր նրան։ Հիսուսը, որ այդքան հազարավոր մարդկանց էր բժշկել, եւ հիմա իր սիրելի մարդկանցից մեկը հիվանդ էր, ասում աշակերտները զարմացան, ուղղակի ժամանակ չկա, որ մենք բոլոր այդ մասերը կարդանք Աստվածաշնչից, տեսան, որ Հիսուսը չի շտապում, եւ իրանք ասին, բա չես գնում, բուժես, ասեց, այս հիվանդությունը դեպի մահ չի տանում, եւ նրանք հանգստացան, մտածեցին, դե ինքն իրան կբուժվի։ Բայց հետո 2 օր հետո Հիսուսը նրանց ասեց, որ գնանք Ղազարոսին արթնացնենք, ասին դե որ քնածա, կարթնանա, ինչ է գնանք արթնացնենք, եւ ասում արդեն ուղիղ ասեց, Ղազարոսը մեռած է, պիտի գնամ հարություն տամ իրեն։ Հիսուսի համար էլի Աստծո համար քուն է, մարդու մահը քուն է, առաջին մահը, երկրորդ մահը հավիտենական մահ է։ Ուրեմն ինքը եկավ, 2 օր անցավ մինչև եկավ, այսինքն 4 օր ընդհանուր անցավ, եւ 4 օր արդեն Ղազարոսը դրված էր գերեզմանի մեջ, այդ ժայռի մեջ, եւ քույրերը եւ մեկը եւ մյուսը ասին, եթե դու այստեղ լինեիր, ինքը չէր մեռնի։ Եվ իրոք գիտեք, ուզում եմ եւս մի դրվագ կարդալ Դարերի փափագից, որ շատ գեղեցիկ բացատրում է դա։ 2 Քրոնիկներ 31-րդ գլուխ 1-րդ խոսքը։
գլուխ 58 Ղազարոս դուրս եկ։ Ուրեմն ասում է, որ եթե Քրիստոսը հիվանդի սենյակում լիներ, Ղազարոսը չէր մեռնի, քանի որ սատանան չէր կարող իշխանություն ունենալ նրա վրա։ Կյանք տվողի ներկայությամբ մահվան խայթը չէր խոցի Ղազարոսին։ Այդ պատճառով էլ Քրիստոսը մոտ չեկավ, այսինքն չգնաց։ Նա թույլ տվեց, որ թշնամին գործադրի իր զորությունը, որպեսզի դուրս քշի նրան պարտված ոսոխին, այսինքն վերջնական արդեն պարտված։ Նա թույլ տվեց Ղազարոսին անցնել մահվան իշխանության տակ և տառապյալ քույրերի աչքի առջև իրենց եղբայրը դրվեց գերեզմանի մեջ։ Քրիստոսը գիտեր, որ իրենց մեռած եղբոր դեմքին նայելիս նրանց հավատը փրկչի հանդեպ դաժան փորձության էր ենթարկվելու, բայց նա գիտեր, որ այն պայքարի շնորհիվ, որի միջոցով նրանք այժմ անցնում էին, նրանց հավատը շատ ավելի ուժգին կփայլատակեր։ Նրանց սրտի ամեն կսկիծը նա էր կրել։ Նրա ուշանալը չէր նշանակում, թե նրանց ավելի պակաս է սիրում, նա գիտեր, որ նրանց Ղազարոսի իր և իր աշակերտների համար հաղթանակ է պետք։ Այսինքն տեսեք, Հիսուսը մենք գիտենք մի քանի կարծեմ թե 3 հատ հարություն է արել։ Առաջին այն փուչուրիկ աղջիկը, որ մահացել էր, հենց նոր էր մահացել։ Երբ որ եկան, ասում այլ մի դժվարություն դուր ուսուցչին մահացել է։ Քո աղջիկը, նա էլ ասեց մի վախենա, հավատա։ Եվ ինքը հարություն տասեց տալիթա կումի և վեր կացավ աղջիկը։ Մյուս դրվագը, երբ որ ինքը հարություն տվեց, դա նորից երիտասարդ մի մարդ էր, տղա էր, որը արդեն երևի համարյա մի օր էր մահացած, որտեղ նույն օրը իրենք թաղում էին իրանց մեռելներին, արդեն տանում էին թաղման, արդեն մի համարյա մի օր մահացած էր և նրան էլ հարություն տվեց, խղճած այդ խեղճ որբևայրուն, որ իր միակ որդուն կորցրել է և հիմա մենակ է լրիվ մնացել։ Եվ այս մեկը արդեն պիտի աստվածության լրիվ կնիքը դներ Հիսուսի աշխատանքի վրա, որովհետև Ղազարոսը 4 օր էր մահացած։ Հիսուսը հատուկ թողեց, որ 4 օր Ղազարոսի մարմինը փտի այդ ժայռի մեջ, որպեսզի իր աստվածության ամբողջ ուժը ցույց տա։ Որտեւ այն ժամանակ կարող են ասել, որ միգուցե այդ աղջկա ուշքն էր գնացել, այս ժամանակ ասեն, դե նոր էր մահացել այդ պատանին, բայց հիմա արդեն 4 օր էր եւ արդեն փտում էր այս մարմինը։ Եվ կշարունակեն կարդալ։ Ուրեմն ասում է, կարդանք 39 համարից կամ 30-ից։ Արդ Հիսուսը դարձյալ ինքն իր մեջ խռովելով երեզման եկավ, դա մի քարայր էր, վրան մի քար դրված։ Հիսուսն ասաց. «Վերցրեք այդ քարը»։ Հիսուսը ինքը կարող էր այնպես անել, այդ քարը շարժվեր գնալ, բայց Հիսուս ուզում է, որ մենք մասնակցենք մարդկանց փրկությանը, որպեսզի մեր համար օրհնություն լինի։ Մենք էլ այդ միջոցով փրկության գնանք։ Մեռածի քույրը Մարթա նրան ասաց. «Տեր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև 4 օրվա մեռել է»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի»։ Սրանից առաջ, երբ որ Մարթան իրան ասաց, որ այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի, ասեց, եթե դու հավատում ես, ասեց, ես եմ հարությունը եւ կյանքը, որ ինքը կարող է հարություն տալ, եւ Մարթան ասեց, գիտեմ, որ վերջին օրը իրան հարություն ես տալու, այսինքն երբ որ երկրորդ անգամ գա, բայց Հիսուս ասեց, ես եմ հարությունը ու կյանքը, այսինքն ես երբ որ ուզեմ, միշտ էլ կարող եմ հարություն տալ մարդուն, եւ հիմա ինքը հիշացնում է, քեզ չասացի, որ եթե հավատաս Աստծո փառքը կտեսնես։ Եվ քարը բարձրացրին։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հայր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց դա ասացի շուրջս կանած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ինձ ուղարկեցիր»։ Եվ երբ այս ասած բարձրաձայն աղակեց. «Ղազարոս, դուրս եկ»։
Եվ մեռելը դուրս եկավ, ձեռքերն ու ոտքերը պատանով կապված եւ երեսը թաշկինակով պատված, Հիսուսը նրանց ասաց. դրան արձակեք ու թողեք որ քայլի։ Նորից ինքը կարող էր արձակել, ինքը կարող էր այդ, բայց նորից ասեց դուք օգնեք այդ մարդուն, դուք նրան օգնության ձեռք մեկնեք ձեր իսկ օրհնության համար, ասեց դուք քանդեք այդ կապանքները, պատանները։ Արդ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել եւ տեսան, թե Հիսուսն ինչ արեց, հավատացին նրան, բայց նրանցից ոմանք փարիսեցիների մոտ գնացին ու պատմեցին նրանց, ինչ որ Հիսուսն արեց։ Այդ ժամանակ քահանապետներն ու փարիսեցիների ժողովուրդն արեցին, ասացին. ինչ անենք, այդ մարդը բազում նշաններ է կատարում։ Եթե նրան այդպես թողնենք, բոլորը նրան կհավատան, իսկ այդ ժամանակ ռոմեացիները կգան, կվերացնեն եւ մեր տաճարը, եւ մեր ազգը։ Այսինքն, տեսեք, փոխանակ ուրախանան, փոխանակ, բայց իրանց մտահոգությունը իրենց հեղինակությունն էր։ Հիսուսի հեղինակությունը բարձրանում էր, Հիսուսին հավատում էին, բայց իրենց հեղինակությունը իջնում էր, ինչավոր Հիսուսը չուզեցավ իրենց ստրուկը դառնալ, իրենց հրամանները կատարել, իրենց ուզածները անել, նրանք ատում էին Հիսուսին, չկարողացան իրենց եսին ծառայացնեն, իրենց ամբիցիաներին, եւ հիմա իրանք արդեն ուզում են այդ զարմանալի հրաշքների համար Հիսուսին սպանել։ Եվ նույնիսկ մի ուրիշ տեղում ասում են, որ Ղազարոսին էլ էին ուզում սպանել, որտեղ Ղազարոսը կենդանի վկա էր այդ հրաշքի։ Ուրեմն եւս մի դրվագ կարդանք։ Դարերի փափագից։ Երբ Տերը պատրաստվում է մի գործ անել, սատանան ինչ-որ մեկին դրդում է հակառակվել։ Այս քարը վեր առեք, ասաց Քրիստոսը, որքան հնարավոր է ճանապարհ բացեք իմ աշխատանքի համար։ Սակայն Մարթայի ինքնավստահ խառնվածքն իրեն մատնեց, նա չէր ցանկանում, որ ի տես հանվի քայքայվող մարմինը, որտեղ Մարթան մտածում էր Հիսուս ուղղակի ուզում է տեսնել Ղազարոսին մի վերջին անգամ։ Մարդկային սիրտը դանդաղ է հասկանում Քրիստոսի խոսքերը եւ Մարթայի հավատը չէր ըմբռնել նրա խոսման ճշմարիտ իմաստը։ Քրիստոսը հանդիմանեց Մարթային, սակայն նրա խոսքերն ասվեցին ծայրահեղ մեղմությամբ։ Չասացի քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Այսինքն ուզում էր ասել, ինչու պետք է դու կասկածես իմ զորության վրա։ Ինչու իմ պահանջներին հակառակ ես դատում։ Դու ունես իմ խոսքը, եթե կամենաս հավատալ, դու կտեսնես Աստծո փառքը։ Բնական անհնարին բաները չեն կարող կասեցնել ամենակարողի գործը։ Կասկածամտություն ու անհավատությունը հեզություն չեն։ Քրիստոսի խոսքին անվերապահորեն հավատալն է ճշմարիտ հեզությունը եւ ճշմարիտ անձնուրացությունը։ Այս քարը վեր առեք։ Քրիստոսը կարող էր հրամայել քարին մի կողմ շարժել եւ այն կհնազանդվեր նրա ձայնին։ Նա կարող էր իր կողքին գտնվող հրեշտակներին պատվիրել այդ անել։ Նրա պատվերով անտեսանելի ձեռքերը մի կողմ կտանեին քարը, ինչպես որ իր գերեզմանի քարը մի կողմ տարան եւ ինքահարություն առավ, բայց այն պետք է մարդկային ձեռքերով գլորվեր։ Քրիստոս այսպիսով կամենում էր ցույց տալ, որ մարդկային ուժը պետք է համագործակցի Աստվածայինի հետ։ Աստվածային զորությունը կոչված չէ անելու այն, ինչ կարող է մարդկային զորությունը անել։ Աստված չի հրաժարվում մարդու օգնությունից, նա ուժեղացնում է նրան համագործակցելով նրա հետ, նրան տրված կարողություններն ու ունակությունները գործի դնելու ընթացքում։ Այսինքն, երբ որ մենք համագործակցում ենք Հիսուսի հետ, Հիսուսի կողմից մեզ տրված կարողությունները սկսում են զարգանալ, սկսում են իրագործվել։ Հրամանը կատարվում է, քարը մի կողմ է տարվում, ամեն ինչ արվում է բացահայտ մտածված կերպով։ Բոլորին հնարավորություն է տրվում տեսնելու, որ ոչ մի խաբեություն չկա։ Ժայռե գերեզմանում դրված է Ղազարոսի մարմինը, մահվան, սառնության ու լռության մեջ։ Սքացողների լացուկոցը դադարել է։ Գերեզմանի շուրջը հավաքված բազմությունը զարմացած եւ շունչը պահած սպասում է, որ տեսնի, թե ինչ է լինելու։ Քրիստոսը հանդարտ կանգնում է գերեզմանի դիմաց։
սրբազան հանդիսավորություն է իջել բոլոր ներկաների վրա։ Քրիստոսը մոտենում է դամբարանին։ Աչքերը դեպի երկինք բարձրացնելով նա ասում է. «Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր»։ Շատ չէր անցել այն դեպքից, երբ Քրիստոսի թշնամիները մեղադրել էին նրան հայհոյության մեջ եւ պատրաստվել քարկոծելու նրան այն պատճառով, որ իրեն Աստծո որդի էր հռչակել։ Նրանք մեղադրել էին նրան սատանայի զորությամբ հրաշքներ գործելու մեջ, բայց այստեղ Քրիստոսը Աստծուն իրեն հայր է կոչում եւ կատարյալ վստահությամբ հայտարարում է, որ ինքն Աստծո որդին է։ Քրիստոսն իր բոլոր քայլերում համագործակցում էր հոր հետ։ Նա միշտ զգուշությամբ վկայել էր, որ ինքն ինքնուրույն չի աշխատում։ Հավատքով եւ աղոթքով էր նա գործում իր աշկները։ Քրիստոսը ցանկանում էր, որ բոլորն իմանային հոր հետ ունեցած իր կապի մասին։ Հայր, ասաց նա, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր, եւ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց այս ժողովրդի համար ասացի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ։ Այստեղ աշակերտներին ու ժողովրդին պիտի տրվեր Քրիստոսի եւ Աստծո միջև գոյություն ունեցող կապի ամենահամոզիչ վկայությունը։ Նրանց պետք է ցույց տրվեր, որ Քրիստոսի հայտարարությունը խաբեություն չէ։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. «Ղազարոս, դուրս եկ»։ Նրա ջինջ ու սրաթափանց ձայնը հասնում է մեռածի ականջներին, մինչ նա խոսում է, աստվածությունը փայլատակում է մարդկային կերպարանքի միջից։ Աստծո փառքով լուսավորված նրա դեմքին մարդիկ տեսնում են նրա զորության երաշխիքը։ Բոլորի աչքերը գանված են քարայրի մուտքին։ Բոլորի ականջները սպասում են որսալու ամենաթույլ ձայնը։ Լարված ու ցավոտ հետաքրքրությամբ բոլորը սպասում են Քրիստոսի աստվածության քննությանը, վկայությանը, որ պիտի հաստատի Աստծո որդին լինելու նրա հավակնությունը կամ խորտակի հույս առհավետ։ Այսինքն, եթե Ղազարոսը հարություն առնի, սա վերջին կնիքն է, որ դրվում է Հիսուսի աշխատանքի վրա, որ ինքը իրոք Աստծո որդին է, ինքը իրոք խոստացված Մեսիան է, եւ եթե չլիներ, հույսները առհավետ կորչելու էր։ Լուր գերեզմանում ինչ որ շարժում է կատարվում, եւ նա ով մեռած էր կանգնում է գերեզմանի դրան առջև։ Պատանը, որով նա փաթաթված էր եղել գերեզմանում, խանգարում էր նրա շարժումներին, եւ Քրիստոսն ասում է զարմանքից քարացած ականատեսներին. «Արձակեցեք դրան եւ թողեք գնա»։ Նրանց կրկին ցույց է տրվում, որ մարդը պետք է համագործակցի Աստծո հետ։ Մարդկությունը պետք է աշխատի մարդկության համար։ Ղազարոսն ազատ է արձակում եւ կանգնում հավաքվածների առջև, ոչ թե որպես մեկը հիվանդությունից հյուծված, թույլ ու երերուն ոտքերով, այլ որպես մարդ իր ուժերի ծաղկման շրջանում եւ բարեկազմ հասուն մարդուն վայել կորովով։ Նրա աչքերը փայլում են խելամտությամբ եւ իր փրկչի հանդեպ ունեցած սիրով նա երկրպագում է իրեն գցելով Հիսուսի ոտքերի առջև։ Ականատեսները սկզբում զարմանքից պապանձվում են, այնուհետև ցնծության եւ գոհության աննկարագրելի տեսարան է բացվում։ Քույրերը որպես Աստծո պարգև են ընդունում կյանքի կոչված իրենց եղբորը եւ ուրախության արցունքներով կծկտուր իրենց գոհություն են հայտնում փրկչին, բայց մինչ եղբայրը, քույրերն ու բարեկամները հրճվում են կրկին միասին լինելու համար, Հիսուսը հեռանում է այդ վայրից, երբ նրանք փնտրում են կյանք տվողին, չեն կարողանում գտնել նրան։ Այս մասը մեզ պիտի մեծ հույս եւ ուրախություն պարգևի մեր մեռած հարազատների, մեր մեռած սիրելիների համար, որտեղ երբ որ Հիսուսը երկրորդ անգամ գա, այսպիսի առողջ վիճակով նա հարություն է տալու մեր բոլոր սիրելիներին, ովքեր մեռել են հավատք իրենց սրտում, Հիսուսի սերը իրենց սրտում, Հիսուսին ընդունած եւ դավանած։ Փառք Աստծո իր այսօրվա դասերի համար, վերջում կարդանք նորից դարերի փափագից մի փոքր հատված արդեն եւ վերջացնենք։ Քրիստոսի կյանքը, որ կյանք է տալիս աշխարհին, նրա խոսքի մեջ է։ Իր խոսքով էր Հիսուսը բուժում հիվանդությունը եւ հանում դևերին։ Իր խոսքով նա հանդարտեցրեց ծովը եւ հարություն տվեց մեռածներին, եւ մարդիկ իրենք էլ վկայեցին, որ նա խոսքը զորությամբ է ուշտված։
Նա Աստծո խոսքն էր ասում, ինչպես որ խոսել էր հին կտակարանի բոլոր մարգարեների և ուսուցիչների միջոցով։ Ամբողջ Աստվածաշունչը Քրիստոսի հայտնությունն է, եւ Փրկիչն ուզում էր իր հետևորդների հավատն ուղղել խոսքի վրա, Աստծո խոսքի վրա։ Երբ նրանք զրկվեին նրա տեսաների ներկայությունից, խոսքը զորության աղբյուր պիտի դառնար նրանց համար։ Իրենց Տիրոջ նման նրանք պետք է ապրեին ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից, Մատթեոս 4:4։ Ինչպես սնունդն է կյանք տալիս մեր մարմնին, այնպես էլ Աստծո խոսքն է կյանք տալիս մեր հոգուն։ Եվ յուրաքանչյուր հոգի պետք է անձամբ կյանք ստանա Աստծո խոսքից, անձամբ, ոչ թե ուրիշների բերանով։ Ինչպես մենք ինքներս ենք ուտում, որպեսզի սնունդ ստանանք, ուրիշը մեր տեղը որ ուտում է, մենք չենք կշտանում, մենք պիտի ուտենք, որ կշտանանք։ Այնպես էլ ինքներս պետք է ստանանք խոսքը։ Մենք չպետք է ընդունենք այն մեկ ուրիշի մտքի միջնորդությամբ, այլ պետք է ինքներս ուշադիր ուսումնասիրենք Աստվածաշունչը, խնդրելով Սուրբ Հոգու օգնությունը, որ կարողանանք հասկանալ նրա խոսքը։ Ամեն մարդ, լինի սովորած, թե չսովորած, հոգևոր այդ ուսումնարաններում կամ դպրոցներում, լինի քարոզիչ, թե ինչ, մենք ամեն մարդ սխալական է, եւ մենք ամեն մարդու խոսքը պետք է համեմատենք Աստվածաշունչի հետ, եւ պետք է ստուգենք, արդյոք այս մարդը ինչ որ ասեց համապատասխանում է Աստվածաշունչին, թե ոչ։ Բայց այսօր բազմաթիվ զանգվածներ, բազմաթիվ մարդիկ առանց Աստվածաշունչի հետ ստուգելու հավատում են մարդկանց ասածներին։ Նույնը կատարվում էր Հրեաստանում, երբ որ այդ սխալ ուսմունքը մտցնում էին մարդկանց մեջ, իրենց սխալ հասկացած ձևով, եւ մարդիկ դա էին լսում եւ դա էին հավատում։ Բայց այսօր մարդը հնարավորություն ունի, ամեն մարդ հնարավորություն ունի Աստվածաշունչ ունենալու, ամեն մարդ հնարավորություն ունի համեմատելու քարոզողի խոսքը Աստծո խոսքի հետ եւ միայն այդ ժամանակ ընդունելու կամ ավետարանիչի խոսքը։ Երբ որ ձեր տուն գալիս է ավետարանիչ եւ ձեզ սկսում է Աստծո խոսքը ցույց տալ, այսքան Աստծո խոսքը ասել, պահանջեք նրանց, որ ինչ որ ասում են Աստծո խոսքի համեմատել եւ ձգտեք հնարավորինս օբյեկտիվ ձևով, որտեղ մարդիկ կարող են ավետարանիչը կարող է կարդալ համարը եւ իր ձևով մեկնաբանել եւ ասել, վայ, ես Աստվածաշունչի ցույց տվի, բայց իր ձևով է մեկնաբանում։ Պահանջեք նրանցից, որ այդ խոսքի մեկնաբանությունը իրենք տան հենց բուն Աստվածաշունչից, ոչ թե իրանց մեկնաբանությունը տան։ Եվ այդ ձևով ստուգեք այս մարդը ասում է ճիշտ է ինչ որ Աստծո խոսքում է գրված, թե ոչ։ Թող Աստված մեզ օրհնի այս ամբողջ գալիք շաբաթվա համար, որ մենք մեր խոսքերով, գործերով, մեր հավատքով փառավորենք Իրան, որ մենք լիովին լրջությամբ ուսումնասիրենք իր խոսքը եւ Սուրբ Հոգու միջնորդությամբ եւ առաջնորդությամբ ուսումնասիրենք իր խոսքը եւ աճենք եւ զարգանանք իր ճշմարտության մեջ եւ ամեն օր ավելի կատարելագործվենք Աստծո մեր հավատքի մեջ, մեր կյանքի մեջ դրսևորելով Հիսուսի բնավորությունը։ Թող Աստված մեզ օրհնի այդ գործում, Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։